Այսօր Գյումրիում բացվեց հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան։ Նախաձեռնությունը շվեյցարահայ բարերար Վահե Գաբաշինն է։ Երկու օր է որ հոսեմ գտարնամ, իրինչնամ, գելամ եւ երբ որ գտեստամ աստուբրոցո աս մանտոգին մեջը սկսած է ինչպես որ 1883-ին Լոզանի մեջ Դուբրոցը բացվեցավ օտելի մեջ։ Ուրեմն այսօր մեզի համար մեծ ուրախություն ունի։ Իրական ձևով։ Այսօր Հայաստանը 2 միլիոն տուրիստ ունի։ 2 միլիոն տուրիստները մենք պետք է կոացունենք Եփորքան Հայաստան եւ այսօր համար Դուբրոցը եղած է։ Ցեզի գսեմ մինակ Գյումրիայական համար չէ, ամբողջ Հայաստանի համար է։ Հայ բարեգործական ընդհանուր միությունը եւս իր մասնակցությունն ունի այս ծրագրում միության Հայաստանի նախագահ Վազգեն Յակոբյանը այս ակադեմիան Գյումրիում հիմնելը ապակենտրոնացման լավ օրինակ է համարում։ Հեռանկարը մեծ է, հատկապես իմանալով, որ այս ոլորտը Հայաստանի համար շատ կարևոր է եւ մեր ուրեմն ընկերներով միասին որոշեցինք, որ Գյումրիի մեջն էլ իմանալով, որ Գյումրիի մեջ սկսել հենց մի ծրագիր շատ ավելի դժվար դիլա, քան թե անելը Երևանի մեջ։ Բայց ուզեցինք, որ այս ուրեմն ապակենտրոնացման ուղղության վրա աշխատենք եւ օրինակ դառնանք ուրիշներուն։ Իհարկե Գյումրին առաջին մեր ընդրություններ եւ վստահ եմ, որ այս ծրագիրը պիտի հաջողի այս ոլորտի մեջ туриզմի ոլորտի մեր մագարտակը Հայաստանի մագարտակը բարձրացնենք եւ ավելի քաշողական ուրեմն բամ ունենա Հայաստանը туриզմի ոլորտի մեջ։ Հյուրընկալության ակադեմիան նախատեսում է մինչև 1000 ուսանող ունենալ։ 3 մասնագիտություններ կդասավանդվեն՝ խոհարարական արվեստ, ռեստորանային սպասարկում ու հյուրանոցային ադմինիստրացիա։ Թեև հայտերը շատ են եղել, բայց առայժմ քիչ թվով ուսանողներ են ընդգրկվել։ Պատճառն էլ ըստ հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի գլխավոր տնօրեն Խաչիկ Հակոբյանի անգլերենի չիմացությունն է։ Մենք ունենք մոտավորապես 300 ուսանողի հայտ, բայց 300 ուսանողից դեռ կարողացել ենք ընտրել 7 կամ 10 հոգի։ Մեզ մոտ բավականին ցածր է նման ուսանողների մոտ B1 անգլերենի մակարդակի իմացությունը եւ փորձելու ենք նաեւ ուրիշ ծրագիր իրականացնենք։ Այն ուսանողները, որոնք չգիտեն այդ անգլերենի իմացությունը, լրացուցիչ դասեր կկազմակերպվի, այդ դասերով մասնակցելով տվյալ ուսանողները կհանձնեն B1 մակարդակ, որպեսզի մենք կարողանանք Լոզանի ստանդարտներին համապատասխան ուսանող ունենք։ Մեզ մոտ անգլերենը դասերը նախատեսում են սկսել նոյեմբերի 15-ից ակադեմիան ժամանակավորապես կգործի Գյումրիի հյուրանոցներից մեկում, որը համապատասխանեցվել է Լոզանի հյուրընկալության դպրոցի պահանջներին։ Կրթական հաստատությունը բերված է իր ագեցվածությամբ Լոզանի հյուրընկալության ակադեմիային, Աբրիկոտ հյուրանոցի խոհանոցը բերվել է նույնպես այդ ստանդարտներին եւ մենք գնում ենք առաջ, մենք կանգնելու իրավունք չունենք։ Կառավարությունը Շիրակի երկրագիտական թանգարանին հատկացված շենքը համայնքին է նվիրաբերել պայմանով, որ այն տրամադրվի շվեյցարական դպրոցի մասնաճյուղին։ Գյումրիի ավագանին արդեն նվերն ընդունելու այն 50 տարի ժամկետով անհատույց վարձակալության է հանձնել հյուրընկալության դպրոցին։ Միջազգային որակավորման կրթությունը բավականին թանկ է, ակադեմիայի ուսանողների որոշ խմբերի համար սոցիալական ծրագրեր կգործեն։ Բարերարների կողմից 3 մասնագիտություններով յուրաքանչյուր մասնագիտությունով 1 ուսանող ազդարարվեց, որ կֆինանսավորվեն բարերարների կողմից եւ նրանք կստանան այդ կրթությունը, բայց 1 պայմանով, որ պետք է ուսանողները տիրապետեն B1 անգլերենի իմացության եւ 3 տարի աշխատեն մարզում։ Նաեւ ունենք սոցիալական բավականին մեծ ծրագրեր, դա վերաբերվում է բանակից զորացրված մեր տղաներին, մեր արցախցիներին եւ նաեւ այն ուսանողները, որոնք կընդունվեն եւ կունենան բավականին եռանդ եւ նպատակ, նույնպես կխրախուսվեն, որպեսզի մենք կարողանանք այս կրթությունը տեղայնացնել մեր տնտեսության մեջ։ Խաչիկ Հակոբյանն ասում է, շենքի տրամադրումը կառավարության աջակցությունն էր այս ծրագրի իրականացմանը։ Կարևորը ոչ թե շենքն է, այլ այն, որ հյուրընկալության ակադեմիան արդեն իրականություն է։